Մշակույթի ներկայացուցիչներ, դեսպաններ, արվեստասերներ ու ոլորտի նախարարը Սայաթ-Նովա 6 հասցեում են։ Շարժառիթը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական արվեստի թանգարանի վերաբացումն է։ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նախ ներկաներին պատմում է արված աշխատանքի մասին, հետո ներս հրավիրում թանգարան։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին մանրակրկիտ ներկայացվում է ցուցանմուշների պատմությունն ու դրանց կարեւորությունը։ Տարբեր կրթական ծրագրերի համար նախատեսված սենյակներ, թե նաև տոմսերի, հուշանվերների վաճառքի եւ առանձին տարածքներ ժամանակավոր ցուցադրության համար եւ իհարկե հրաշալի մշտական ցուցադրության սրահներ, որոնցից յուրաքանչյուրը մի տրամաբանությամբ անցնում է մյուսին եւ միայն սրահներով շրջելով արդեն պատկերացնում ես, թե ինչ հարուստ բովանդակություն եւ նաեւ կրթական բովանդակություն կարող են մեր երեխաները այստեղ տեսնել։ Միայն շնորհակալության խոսքեր եմ ուզում ասել բոլոր այն կազմակերպություններին ու մարդկանց, ովքեր որ աջակցել են մեզ։ Սա պայքար էր արվեստի համար ու շատ ուրախ եմ, որ իմ աչքերով վերջապես տեսա այն ինչ որ պատկերացնում եմ երկար տարիներ։ Շատ սեր ենք ներդրել, շատ դետալների ենք ուշադրություն դարձրել, հուսով եմ, որ երեխաների եւ մեծահասակների համար իսկապես հաճելի վայր կդառնա այցելության համար։ Բադալյանի խոսքով մանկական արվեստի թանգարանի վերաբացման գաղափարը 5 տարվա պատմություն ունի։ Նախ ազատել են տարածքը գործող խանութներից, ապա վերանորոգել, փոխել թանգարանային լուսավորությունը, ներդրել ջերմախոնավային համակարգը, նոր ինտերիեր դիզայն են արել ու այսօր ավելի քան 800 ցուցանմուշ սպասում է արվեստասեր փոքրիկների, ինչու՞ չէ նաև մեծահասակների հետ հանդիպմանը։ Ֆոնդերում բազում ավելի գործեր կան, որոնք արժանի են ցուցադրության։ Ուզում եմ նաև ասել, որ վերևի սրահը 3 ամիսը 1, 2 ամիսը 1 փոփոխական եւ հյուրընկալվող ցուցադրություններով կլինի։ Հունվար ամսից նաև միջազգային բաժինն ենք բացելու, որ ավելի կընդլայնի մեր ցուցադրությունը դեպի Աբովյան փողոցի կողմ 120 երկրից երեխաների աշխատանքներ ունենք, որը էլի շատ տպավորիչ է ու կարծում եմ հունվարին հրաշալի առիթ կլինի նոր տարում նորից գալ թանգարան եւ նաև այդ ցուցադրությունը տեսնել։ Նախորդ տարի էլ մենք մշակութային կրթության տարի էինք հայտարարել եւ շարունակում ենք այդ քաղաքականությունը եւ այս միջավայրերը նաեւ օգնում են ընդհանուր առմամբ ամրապնդել մշակույթը մեր կյանքում եւ նաեւ այն դարձնել ավելի հասանելի եւ կարծում եմ, որ սա նաեւ կյանքի որակ փոխող գործընթաց է, որտեղ իրականում նման միջավայրերն են, որ փոխում են մեր տեսադաշտը եւ նաեւ մեր կյանքի որակը։ Թանգարանում ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի սաների լավագույն աշխատանքները, տարբեր տարիների նախագծեր, ինչպես նաև թանգարանի ոսկե ֆոնդը։ Այն գործելու է նաև որպես ստեղծագործական հարթակ, կլինեն վարպետության դասեր, աշխատարաններ, կրթական ու մշակութային միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։ Թանգարանի առաջին ցուցադրությունը նվիրված է Սասնա Ծռեր էպոսին, ներկայացված բազմաժանր արվեստային մոտեցմամբ։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։